Տիկին Հակոբյան, արդեն կարելի ասել ամփոփվել է երկու համայնքապետերի ընտրությունները Գյումրիում եւ Փարաքարում, հստակ է, որ Փարաքարը արդեն ունի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ Գյումրիում փորձում են ընդդիմադիր ուժերը միավորվել, արդեն 3 ուժ միավորվել է, սպասում են Մարտուն Գրիգորյանին։ Վերլուծեցիք այս ժամանակահատվածում ինչ տեղի ունեցավ, ինչու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երկու համայնքում պարտվեց։ Նախ ինչ վերաբերում է վերջնարդյունքով խոսել, չեմ համաձայնի, որովհետև ճիշտ է նախնական տվյալները արդեն հայտնել է ԿԸՀ-ն, սակայն հիմա բողոքարկման շրջան է, հետո արդեն ավականները այսպես պետք է բանակցեն, միգուցե միավորվեն, միգուցե ոչ, եւ նաեւ վերջում ավականին ընտրելու է թեկնածուին եւ նոր արդեն մենք կարող ենք ասել ինչ որ միտեղ, ինչ որ մի թեկնածու դարձավ քաղաքապետ հաղթեց թե պարտվեց, սա ոնց որ համավետական ընտրությունների նման չէ, էլի, այս փուլը պետք է անցնենք, նոր խոսենք դրա մասին։ Հստակ է, որ մեծ ձայները իրենք են հավաքել ընդդիմադիրները։ Գյումրիին, ապա այստեղ քաղաքացիական պայմանագիրը հավաքել է կրկնակի ավելի ձայն, քան օրինակ երկրորդ տեղում ուրեմն գտնվող Վարդան Ղուկասյանը կրկնակից ավել ձայն։ Սա համարել, որ պարտվել է քաղաքացիական պայմանագիրը, ես համաձայն չեմ, որտեղ թվերը այլ բան են ասում ավելին, անգամ երկրորդ եւ նրան արդեն միանալ պատրաստվող երկու ուժերը, որոնք հայտարարել են, այսինքն 3 ուժերը միասին, այնքան ձայն չեն հավաքել, ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այսինքն այս իրավիճակում եւս քաղաքացիական պայմանագիրը չի պարտվել։ Այլ բան է, որ այդ բոլոր ընդդիմադիրները, ինչպես եւ մենք կանխատեսում էինք, միավորվելու էին եւ ձայն փախցնելով էին զբաղված այս ընթացքում, մի քանի տեխնատու էին դաշտ մղել նույն օրինակ Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը եւ այն հույսով, որ որոշ քաղաքացիներ այդքան էլ քաղաքականացված չլինելով, այդ խայծ այսպես ասած կուլ կտան եւ չեն ասոցացնի իրենց հետ եւ կընտրեն իբրև այլընտրանք, սակայն տեսանք, որ չէ, մարդիկ պատրաստվում են ուղղակի բոլոր միավորվել եւ տեխնատուն են։ Բայց 50+ չունեք, Սարիկ Մինասյանին չհաջողվեց քաղաքացիական պայմանագրով։ Այո, որովհետեւ 9 ուժեր մասնակցում ընտրություններին եւ 9-ից 8-ը մի թվում էին, որովհետեւ 8-ն էլ հայտարարել էին, որ չեն աջակցելու քաղաքացիական պայմանագրին։ Այո, շարունակում են պնդել, որ դրա մասին է, եւ 8-ի դեմ մի ուժ է պայքարել եւ եթե 8-ի ձայները գումարենք, այո, ավելին կլինի, քան միայն քաղաքացիական պայմանագրին, բայց ինչպես ասացի, եւ երկրորդ տեղից են կրկնակի ավել ձայն հավաքել, եւ այն ուժերից, որոնք արդեն հայտարարել են, որ միանալու են ընդդիմադիր տեխնատուին։ Հիմա ամեն ինչ կախված է Մարտունից Գրիգորյան, ով պետք է ընտրի, արդյոք ինքը Վարդան Ղուկասյանին դարձնում է քաղաքապետ, թե ոչ, եւ նոր էլ նայում էի։ Դուք չեք ընդունում, որ պարտվել էին, պարոն։ Եվ նոր էլ նայում էի պարոն Ղուկասյանին ասուլիսի են հատվածը, որ ասում է, որ Մարտուն Գրիգորյանին փաստորեն չեն վստահում եւ իրենք անգամ փող քաղաքապետի պաշտոնում չեն տեսնում նրան։ Դուք չեք ընդունում, որ պարտվել եք, Տիկին Հակոբյան, ես հստակ եմ։ Ահա։ Եթե մենք հավաքեինք ավելի քիչ ձայն, քան ցանկացած այլ ուժ, դա կլիներ պարտություն։ Եվ եթե մենք չկարողանայինք ապահովել արդար, թափանցիկ ընտրությունը, որ երբ որ մարդիկ չեն կարողանա իրենց կամքը արտահայտել ընտրությունների ժամանակ, մենք չկարողանայինք դա ապահովել, որովհետև մենք նաև կենտրոնական իշխանություն ենք եւ այդ ընտրությունների կազմակերպման համար որոշակի պատասխանատվություն ենք կրում։ Փարաքարում էլ չեք պարտվել, Վոլոդիա Գրիգորյանը 56 է, եւ սակայն այստեղ եւս ես ուզում եմ սպասել մինչ ավականուն նիստը, որտեղ կընտրվի քաղաքապետը։ Տիկին Հակոբյան, միշտ պարոն Փաշինյանը նշել է, որ եթե ինքը հասկանա ժողովուրդը իրենց կողմը չի, ժողովուրդը իրենց ձայն չի տալու, այդ իշխանությունը կհեռանա։ Հիմա ոչինչ չէ, ես դες նաև ասում եմ, որ մենք կարողացել ենք ապահովել արդար ընտրություններ, այսինքն մեզ համար ընտրությունների արդյունքները ընդունելի են, որովհետև դա քաղաքացիների ձայնն է, որովհետև մենք ապահովել ենք, որ քաղաքացիները շուրջ 30 տարի չունենալով ընտրելու
հնարավորություն ազատորեն այսօր կարողանում են ընտրել եւ սակայն թիմ ընտրությունները մի քիչ այլ կերպ է կարգավորվում։ Հիմա պետք է սպասենք լինի նիստը եւ ընտրվի քաղաքապետը։ Ես սրա մասին եմ խոսում։ Իսկ սա նշան չի, որ որևէ քաղաքական ուժ չի ուզում ՔՊ-ի հետ գործ ունենալ։ Բոլորը հայտարարում են, որ մենք բոլորի հետ կմիավորվենք, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Սա չի նշանակում, որ բոլորը մերժում են ՔՊ-ին։ Գիտեք, ես այլ դեպքեր գիտեմ այդ հայտարարությունից առաջ ու հետո ինչպես են մարդիկ դիրքավորվել, բայց ճիշտ չեմ համարում դրա մասին բարձրաձայնել, ինչևէ սա հանրային խոսք է եւ քաղաքականություն եւ պոպուլյար է լինել իշխանությանը ընդդեմ։ Սա կարող եմ ասել դրա հետ կապված։ Ոնց է պատրաստվում ՔՊ-ն Գյումրիում դիրքավորվել։ Ունենք օրինակ դիրքորոշում ինչ է կանելու։ Օրինակ եթե Վարդան Ղուկասյանը միավորվի եւ դառնա քաղաքապետ, ինչ է անելու քաղաքացիական պայմանագիրը։ Պայմանագիրը այնքանով որքանով քաղաքացիները իրեն ձայն են տվել, տերը կանգնելու իր ձայներին, փորձելու է իրականացնել իր ծրագրերը եւ աշխատելու է եւ ընդհանրապես այդ բաները, այդ պանիկան, այդ տարբեր բաները տարբեր կողմերից եկող ազդակները ես չեմ հասկանում։ Նորմալ է, չէ՞ որ մենք անգամ այդ էֆորիկ 18 թվականից հետո ունեցել ենք համայնքներ, որտեղ պարտվել ենք եւ դա նորմալ է։ Սա ժողովրդավարական երկիր է եւ նորմալ է, որ որոշ ուժեր կամ անհատներ իրենց շուրջ հավաքեն որոշ ուրեմն այլ անհատների, ստեղծեն միավորներ եւ փորձեն տեղերում, թիմերում իշխանություն ստանձնել։ Սա նորմալ պրակտիկա է եւ աշխարհում միայն բռնատիրական երկրներում է, որտեղ ոչ մի կերպ չի կարող իշխանությունից զատ ինչ որ մեկը բան ստանձնել, հա, փոքր իշխանություն։ Ես հիշում եք, երբ մենք ընդդիմություն ենք եւ Գարիկ Սարգսյանը նոր կյանքում համայնքի ղեկավար ընտրություններում հաղթեց, դա չտեսնված բան էր, որ ոնց կարա սենց բան լինի։ Ուրեմն հիշեցնեմ, որ հիմա բազմաթիվ համայնքներում նման իրավիճակ եւ դա նորմալ է։ Ինչ տրամադրվածություններ են ՔՊ-ում, օրինակ կային մարդիկ, որոնք շատ տխուր էին, այլ արդյունքի էին սպասում, երեք շտաբից դուրս էին գալիս առանց տրամադրության։ Այս պահին ինչ իրավիճակ է ՔՊ-ում։ Տեսեք, բնական է, որ ցանկացած ընտրությունների, սա քաղաքականություն էլի, ուժերը մասնակցում են հաղթելու համար, ոչ թե տենց բարոյական հաղթանակի, այլ կոնկրետ հաղթելու ծրագիր ունեն, նպատակներ ունեն, չգիտեմ, մոտիվացիաներ ունեն տարբեր, եւ բնական է, որ բոլորն են ուզում են հաղթել։ Եվ երբ որ դու քո առավելագույնը սպասվածի օրինակ չես ստանում, բնական է պետք է տխրես եւ ընդունես նաեւ հասկանաս քո սխալները որոնք են եղել, որ նման արդյունքների է բերել եւ դու օրինակ չունես 50+1% ձայներ, իսկ մենք տրամադրված ենք ունենալու 50+1 ձայներ, դա ակնհայտ էր եւ որ չունենք, ուրեմն ինչ որ խնդիր կա։ Եվ Վիլեն Գաբրիելյանի Վարքին, հա, անդրադառնանք, գինովցած էր, դուրս էր եկել, լրագրողներին վիրավորել է, հայոյել է, ՔՊ-ում քննարկվել է այս հարցը եւ կոռեկտ համարում եք այն պահվածքը, որը դրսևորեց Վիլեն Գաբրիելյանը լրագրողների հանրության նաեւ հանդեպ։ Տեսեք, արդյոք քննարկվում է թե չէ, ես չգիտեմ մեր հարցազրույցը երբ կլինի արդեն հասանելի քաղաքացիներին, բայց դեռևս նման քննարկումների մասին ես տեղեկացված չեմ, բայց մշտապես մեր պաշտոնյաների, մեր կուսակիցների, ցանկացած կուսակցականի վարկ մեր կուսակցության վարչությունում քննարկվում է եւ ենթադրում եմ, որ այս դեպքը եւս կքննարկվի եւ պետք է Գաբրիելյանը ներողություն խնդրի լրագրողներից։ Ես ինձ վրա չեմ վերցնի նման պատասխանատվություն, ասեմ, որ ինքը պետք է խնդրի, ես միջադեպի համար իմ կողմից, քանի որ նման իրավիճակ է ստեղծվել, տեղում են մեր լրագրողներից ներողություն եմ խնդրել, որովհետև դա բնականաբար հաճելի իրադրություն չէր եւ իհարկե չեմ ուզի, որ ցանկացած այլ դեպքում ցանկացած իմ ուսակից ընկերոջ կողմից նման բան կրկնվի։